Խոսքը որ պիտի ձեզ հետ կիսվեմ, այսպես եմ վերնագրել, ճիշտ աղոթք։ Իհարկե կուզեմ, որպեսզի մենք հատկապես սրա վրա ուշադրություն դարձնենք այսօր, վերջի ժամանակների հետ կապված Սուրբ Գիրքը շատ բան է խոսում, Աստված նկարագրում է, թե ինչ է լինելու։ Եվ կարդալիս, հասկանալիս տեսնում ենք բավականին դժվար, ծանր օրեր տարիներ լինելու երկրի վրա, շատ չար ժամանակներ եւ բնականաբար մենք որ այդ նշանները Տիրոջ խոսացած նախանշանները այդ դեպքերի տեսնում ենք, կարդում ենք, տեսնում ենք, որ այսօր դրանք իրականանում են եւ շատերը իրականացած են, հասկանում ենք, որ հենց այդ ժողովուրդն ենք, այդ ժամանակների մեջ ենք մտել։ Եվ բնականաբար մենք մտածում ենք ինչպես անել, ինչ անել, որպեսզի այդ բոլոր փորձություններից, դժվարություններից հավատարիմ դուրս գանք։ Անհավատարմություն, անհավատություն չանենք, Տիրոջը չուրանանք, որովհետև Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ ոմանք ուրացան, ոմանք ուխտազանց եղան, ոմանք թողեցին, հենց հավատացյալ քրիստոնյաներից։ Եվ առաջինը բնական է, ոնց ասած, մեր օգնությունը Տերիցն է, այդպես չի։ Աստված պիտի զորացնի, Աստված պիտի օգնի, որպեսզի մենք կարողանանք անցնել դրանք, եւ մեր կողմից էլ սա է, որ մեր աղոթքը առաջի հերթին, sense միայն դա չէ, բայց շատ կարեւորված է աղոթքը, ինչ ենք աղոթք անում, ինչպես ենք աղոթք անում։ Վերջապես աղոթք նշանակում է օրինակ մի կողմը նայենք, միայն օգնություն կանչել Աստծուն։ Տեր օգնի ինձ, Տեր ինձ պատրաստի, Տեր ինձ զորացրու, Տեր իմ տկարությունները բուժիր, անցկացրու, որ ես այդ տկարությունների պատճառով չթուլանամ այդ օրերի մեջ, չէ՞։ Կամ Տեր այս չարիքը վերցրու, այս չարիքի դեմը առ, խափանիր, թող չլինի։ Այո, աղոթքը շատ կարևոր է, բայց սա էլ է կարևոր, որ ինչպես ենք աղոթք անում, որովհետև այսպես չի, որ ամեն կանչ դեպի Աստված, այսինքն աղոթքը լսվում է եւ պատասխանվում է։ Մենք գիտենք շատ աղոթներ կան, որ մարդիկ աղոթում են, այդպես էլ Աստված չի պատասխանում։ Անկամ աղոթներ կան, որ մարդը աղոթում է, դիմում է Աստծուն Քրիստոսին, բայց դա իր համար մեղք է համարվում։ Հետաքրքիր է, չէ՞, մի բան, որ Տերը մղում է անելու, աղոթելու, բայց կարող է մարդը աղոթել, մտածելով Աստծո կամքի պես դիմում է Տերն ասել, խնդրեցեք, եւ այդ իրան մեղք համարվի։ Օրինակ Հակոբոսը իր նամակում 4-րդ գլխում ասում է. խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարաչար ձևով եք խնդրում, ձեր ցանկությունների մեջ վատնելու համար։ Եվ ասում է շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Իսկ մարդը կարող խնդրի եւ այնպես խնդրի, նենց այնպիսի բաներ խնդրի, որ իր ցանկություններին ծառայելու եւ ասենց ասած չար բաներ է սիրում, վատ բաներ է սիրում, աշխարհ է սիրում, իր աշխարհասիրությունից ելնելով ինչ որ բաներ խնդրի, այսինքն ոնց որ ես ասի, Տեր ինձ տուր, որ ես էլ ավելի իմ սիրած բաներին, այն որ իմ համար այս որոգայթու թակարդն չարիքին, դրանց հասնեմ եւ ավելին ոնց որ կպնեմ դրանց, բայց Տերը կտա դες բան չի տա։ Եվ դա իրոք դրանց այդպիսի մարդկանց ասում է շնացողներ մար Աստծո, Տերը Տիրոջ խոսքը։ Ինչ եմ ուզում ասեմ, աղոթն էլ պիտի լինի ճիշտ, որպեսզի պատասխանվի Տիրոջից։ Եվ մի շարք հանգամանքներ, մի շարք, ասենց ասած, կարևոր պահեր պիտի մարդը իր աղոթքը անելիս հաշվի առնի, որպեսզի իր աղոթքը ճիշտ համարվի եւ պատասխանվի։ Դրանցից մեկը Հովհաննես Ավետարանիչը իր գրած նամակում այդ հարցը շոշափում է, կուզեմ հիշեցնեմ, կարդամ առաջի Հովհաննու 5:14-ից 14-15 համարում ասում է. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածները, որ խնդրեցինք նրանից»։ Տեսեք, ինչ ասեց Հովհաննես, այստեղ Տենց ասած կենտրոնական բառը, բանալի բառը, ոնց որ ասած,
կարևորը սրա վրա ուշադրին ենք, դրա վրով չթռնենք անցնենք։ Հարցը միայն խնդրելը չի, որ խնդրում ենք, աղոթք ենք անում։ Մեր համարձակությունը սրանումն է դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես, այ բանալի բառը էսա, նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ, այսինքն երբ է Տերը մեզ լսում, երբ որ իր կամքի պես ենք խնդրում։ Իսկ եթե իր կամքի պես չենք խնդրում, խնդրում ենք մի բան, որ իր կամքի մեջ չի մտնում, չի լսի։ Եթե չի լսում, վերջացա պատասխանել չի լինի։ Եվ ասում են ինչ որ եթե լսում, ապա անպայման նաև ինչ կանի, մեր որ լսում է, եթե գիտենք թե լսում է ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք, որ խնդրեցինք նրանից այդ խնդրվածքը, այո։ Այսինքն այստեղ կարևորը սա է, Աստծո կամքի պես խնդրել։ Կամ ուրիշ խոսքով ճիշտ աղոթք անել հենց սա է, դրա մի կողմը սա է։ Այսինքն Աստծո կամքն էլ գրվածքն է, մենք գիտենք։ Այնպես չի, որ մենք պիտի ման գանք, ասենց ասած, եսին որտեղ աներում, ինչ որ տեղերում փնտրենք, ասենք Աստծո կամքը այս հարցում ո՞րն է, ո՞նց է, որ ես աղոթքը ճիշտ կառուցեմ։ Աստծո կամքը գրվածքի մեջ կա, Սուրբ Գիրքը նրա համար տրված, որ մարդ հասկանա Աստված ինչ է կամենում, օրինակ, այդ մի խնդիրը լուծում է Աստված, խնդիրներից մեկը, որ դու ստեղ այնտեղ չընկնես Աստծո կամքի իմանալու համար, գրվածքը դա Աստծո խոսքն է, Աստված քո հետ խոսում է եւ այստեղ ներկայացված է նաեւ իր կամեցողությունը, ինչ է կամենում, որն է իր ուզածը քեզ համար եւ հենց այդ ուզածներն էլ կանգնած է որպիսի անի։ Ուզածներից դուրս, Աստծո ուզածից, կամքից դուրս, նա ոչինչ չի անի մարդու համար։ Մարդը չի կարող որևէ կերպ ստիպել Աստծուն Տիրոջ, որտեղ Աստված ինքնիշխան է։ Նա գիտի բարին ճիշտը որն է եւ սա դա էլ կամեցել է մեզ համար։ Աստծո կամքը բարի է, հաճելի է եւ կատարյալ է մեզ համար։ Եվ հետաբար Սուրբ Գրքից առաջնորդված աղոթներն են, որ ճիշտ աղոթներ են։ Գրված է, Աստված էս կամենում է, ես էլ հենց իր ուզածն եմ խնդրում։ Եթե Տերը կամենում է, ով կարա դրան դեմ կանգնել, ոչ մեկ, ինքը կամենում, մեկն էլ կտա։ Եվ հետաքրքիր է, ասենք, վերջի ժամանակների հետ կապված մի բան կուզեմ ուշադրություն դարձնենք, որտեղ սա կարևոր է մեր աղոթների հետ կապված։ Նայեք, Տիրոջ Տերը, Աստված ընդհանրապես մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Սուրբ Երեմիասյանը բացառիկ է, յուրահատուկ է նաև սրանով, որ նա ամենագետ է եւ ամենակարող։ Իր ամենագիտությունը իրեն հնարավորություն է տալիս ապագա իմանալ։ Մեզ պետք է վաղվա օրը գա, որ իմանանք վաղը ինչ կատարվեց։ Մենք չենք կարող հասկանալ վաղը ինչ է լինելու մեզ հետ կամ ընդհանրապես ինչ իրադարձություններ լինելու մեր շրջապատում կամ աշխարհի վրա։ Բայց Տիրոջը դա պետք չի, որ ժամանակը գա նոր իմանա։ Նա ժամանակից շուտ գիտի ինչ է լինելու։ Նա ամենագետ է, այսինքն նրանից ծածկված անհայտ ոչինչ չկա։ Այդպես է։ Եվ բացի դրանից Տերը այսպիսի յուրահատկություն ունի, բացառիկությունը կանում է Աստծո նրանում, որ նա ամենակարող է, այսինքն նա կարող է ոչ թե միայն իմանալ իրադարձությունների, դեպքերի, ոնց որ ասած, դրվածքները լինելը ապագայում ինչ պիտի լինի, ճշմարտությամբ իմանալ, թեկուզ օրը չի եկել, օրը դեռ չասած, չեկած, բայց իմանա եւ հայտնի։ Աստված կարող է նաեւ հենց կառուցի, ինքը կառուցի ապագան։ Այսինքն նախատեսի որոշի որևէ կարևոր իր աստկամքի, իր ծրագրի, իրադարձություն, երբ որ ժամանակը գա իրականացնի։ Օրինակ, Աստված որոշել է Քրիստոսի երկրորդ գալուստ, ինչպես առաջի գալուստը որոշեց։ Որոշեց, արեց առաջի գալուստը, երկրորդ գալուստը չէ որոշել, պիտի կատարվի անպայման։ Այստեղ ոչ թե արդեն ուղղակի իմանում է, թե ինչ պիտի լինի, այլ հենց ինքն է կառուցում այդ ապագան։ Ինքը որոշեց, ինքը իրականացրեց, իր որոշած ժամանակի մեջ։ Եվ հենց շատ տեղերում տեսնում ենք, երբ որ Տերը, օրինակ Եսայի մարգարեության մեջ բազմաթիվ տեղեր կա, որ Տերը ուզում է իր միակ Աստված լինելը, միակ Փրկիչ լինելը ցույց տա, հենց այս որակներն է, ոնց որ մեջտեղ բերում։ Ասում է այն մյուսների համար, որ կուրք են պաշտում, անունը դրել են Աստված, ասում է ձեր այդ Աստված կոչվածներից որ մեկը կարող է
դեռևս օրը չեկած, դեռևս բան չարած, իրադարձություններ չկատարած, նախորոք խոսի դրա մասին, ոչ մեկ ասում է։ Ես դրա մասին խոսել եմ էլ, քարոզ ունեմ հատուկ։ Համենայն դեպս ինչ եմ ուզում ասեմ, դրա համար Աստծո խոսքերը, որ կարդում ենք, Աստծո բան ասենք, ավետարան Աստվածաշունչը, որ կարդում ենք, իր մեջ նաև ունի մարգարեական բնույթի խոսքեր։ Այսինքն դրանց բնույթը սրանում ներկայանում, դրանք դեռևս չեկած, չկատարված իրադարձությունների մասին է խոսվում։ Օրինակ հին կտակարանյան մարգարեական գրքերը բոլորը խոսում են Քրիստոսի գալուստի մասին, ընդ որում ոչ միայն առաջի գալուստի։ Այսինքն բաներ, որոնք ապագայում պիտի կատարվի, տեսնում եք կատարվեց Քրիստոսի գալուստը։ Նոր կտակարանյան գրքերը եւս խոսում են Քրիստոսի գալուստի մասին, բայց արդեն ոչ միայն եկավ եւ եղած փաստ ֆիքսված, այլ նաեւ ապագայում թե ինչ է կատարել, որ երկրորդ անգամ Տերը պիտի գա։ Եվ դրա այդ նախորդող, դրա հետ կապված մանրամասնություններ ու իրադարձություններ են խոսում։ Դրանք մարգարեական խոսքեր են, որտեղ դրանք դեռ չեն կատարվել, ապագայում պիտի լինեն։ Դեռևս չեն եղել։ Այդպես է։ Եվ այդ մարգարեական խոսքերի մեջ հենց այս երկու տեսակ, ոնց որ ասած, մարգարեություններ կան, կարելի է բաժանել երկու մասի։ Բաներ, որոնք Աստված ուղղակի իմանալով, Տերը իմանալով իր ծառաների միջոցով հայտնում է, գիտի թե ինչ է լինելու։ Օրինակ Քրիստոսի գալուստից առաջ ինչ իրադարձություններ են լինելու երկրի վրա։ Այսպես։ Բաներ, որոնք ոչ թե Աստծո ցանկությունն ու կամքն է, որ այտենց լինի, այլ Աստված գիտի, որ այդպիսի բաներ ա լինելու եւ տեղեկացնում է մեզ։ Օրինակ ձեզ ասեմ, խոսում է Գազանի համակարգի մասին, որ Քրիստոսի գալուստից համար երկրի վրա լինելու է մի ստրկացնող չար պիղծ համակարգ, ներ հակաքրիստոսի գլխավորությամբ, եւ խոսում է, որ այդ Գազան կոչված անձն էլ, այդ պետությունների միաբանությունը համակարգն էլ պիտի ոչ միայն պատերազմի երկրի վրա, ասենք, իր իշխանությունը զարգացնի, այլ նաև Տիրոջ դեմ անգամ պիտի պատերազմի, ասում է պիտի մեծ բերան ունենա, բերան բացի ու հայոյի երկնքում բնակվողներին, օրինակ։ Այսի Աստվածաշունչը ներկայացնում է այս համակարգի գործնեության մասին, թե նա ինչ գործ է կատարելու, եւ ասում է Աստծու հետ կապված մարդկանց, Աստծո զորքը, Աստծո ոնց որ ասած ընտանիքը, Աստծո ժողովրդին պիտի անպատվի ու հայոյի։ Այսինքն մենք գիտենք, լինելու է Տերը ասում է, այսինքն Տերը ասենց ասած տեղեկացնում է, որ լինելու է, բայց սա չեն կարող ասել Աստված ցանկանում է, որպեսզի իրեն հայոյեն։ Աստված ինքը արեց, որ հայոյեն, այսինքն Աստված չի կառուցում այդ բանը, բայց Տերը թույլատրել է, կարար արգել էր, բայց ինչ որ պատճառով թույլատրել է, որ դեպքերի իրականությունը զարգանա եւ բերեն դրենց այդ պիղծ համակարգի կառուցմանը։ Այսպես է, բայց գրված է, որ պիտի լինի։ Երկրորդ տեսակ մարգարեական խոսքը սենց են, արդեն ոչ թե Տերը ուղղակի մենակ ասի տեղեկացնում, այլ ինքն է որոշել, օրինակ Քրիստոսի գալուստ, որ պիտի Հիսուսը գա, որ պիտի կատարվի մեռելների հարություն, որ պիտի հափշտակություն լինի, որ պիտի Քրիստոսի հազարամյա թագավորությունը հաստատվի, Աստված ինքն է որոշել եւ իրականացնում է։ Այսա Աստծո կամքն է, նա Աստծո թույլատրությամբ էր ուղղակի եւ տեղեկացնում էր ինչա լինելու։ Այդ չարիքի մասին, չարիքի օրինակ համակարգի մասին։ Այսպես է, բայց այստեղ արդեն Աստծո կամքն է, որ Աստված կամեցել է, նախատեսել է, որոշել է, ծրագրել է Հիսուս պիտի գա երկրորդ անգամ։ Հիմա ինչու եմ սա մանրացնում, որտեղ իրականության մեջ այսպես է, ինչ որ գրված է Սուրբ Գրքում, անպայման դա պիտի կատարվի։ Հիմա կարող ենք ասել են վատն էլ, լավն էլ, հա, վատն էլ, լավն էլ։ Բայց այդ կատարվել է, սենց ասեմ, էլի նորից ասեմ, ոչ թե Աստծո կամքն է, որ օրինակի համար սուրբերի հետ պիտի այդ Գազանի համակարգը, Գազանը պատերազմի, ինչպես գրված է, ու պիտի ոմանց հաղթի, դա Աստծո կամքը չի, Աստված կամենում է իր սուրբերը պարտվեն։ Իհարկե ոչ։ Ուղղակի նկարագրված է, թե ինչ է լինելու, Տերը իմանալով նախորդ մեզ տեղեկացնում է, բայց դա իր հաճությունն ու ցանկությունը չի։ Այդպես ասեմ։ Բայց դա լինելու է, ամբողջ հարցը դա է։ Եվ ինչու եմ այսպես ասում, ուզում եմ սա իմանանք, ինչ որ գրված է, լինելու է, կատարվելու է։ Եվ երբ որ մենք աղոթքը մեր պիտի ձևակերպենք, ձևավորենք այդ թեմաների հետ կապված,
Օրինակ մենք չենք կարող այս աղոթքը անել, այսինքն կարող ենք անել, բայց դա սխալ աղոթք է եւ չի պատասխանի։ Տեր, խնդրում եմ քեզ, թող այս համակարգը, գազանի համակարգը չլինի, էլի։ Դու կարաս, ամենակարող ես, հզոր ես։ Դու որ ուզենաս այդ համակարգը, այդ չար պիղծ գազանի համակարգը չի էլ կարա ձևավորվի երկրի վրա։ Կարանք սենց աղոթք անենք, կարանք անենք, բայց կպատասխանվի։ Գիտես, որ եթե պատասխանի Աստված, այսինքն այդ համակարգը չլինի, մեկ էլ շատ-շատերը կասեն, բա գրված էր պիտի լիներ, բախի չեղավ։ Այսինքն ինչ որ գրվածքում կա լինելու է, եւ Տերը ասենց ասած ունի դրա բացատրությունը, ինչու թույլ տվեց, որ դա լիներ։ Վերջապես կարող էլ թույլ չտար, որտեղ ինքը ամենակարող Աստված է, իրոք ոչինչ են այդ չարիքները, որ բարձրանում են, զորանում են, դրանց դեմը հանգիստ կարար առնել, բայց ինչու այդ ինքը իր բացատրությունը Տեր ունի։ Դրա մասին մի կողմ դնենք, ինչու թույլ տվեց այդ չարիքները։ Բայց ամբողջ հարցը էսա, որ մեր աղոթքի հարցն է, մենք օրինակի համար չենք կարող շատ բաներ խնդրենք, որ չլինի, որ գրված է։ Դրանք չեն պատասխան, դրանք սուր գրքի աղոթ չեն։ Ոչ էլ բնականաբար մենք պիտի աղոթենք Տեր Աստված թող գազանի համակարգ լինի, որովհետև գրված է։ Այդ չարիք է, ես դրա համար աղոթ չեմ անելու։ Գիտեմ, որ կլինի, բայց ոչ թե ցանկանում եմ, կամենում եմ, որ լինի ու դրա համար մի հատ էլ հոգս քաշեմ աղոթք անեմ։ Բայց ասեմ, որ թող չլինի Տեր, էս էլ անիմաստ աղոթք է։ Գրվածը պիտի լինի։ Ոնց որ իրավիճակ եղավ, որ եկան Տիրոջը բռնելու, եւ երբ որ բռնեցին Գեթսեմանի պարտեզում, ասում աշակերտներից մեկը սուրը քաշեց, դա կարող եմ ասեմ, որտեղ է գրված, Մատթեոս 26:54-ում այսպիսի խոսք է գրված, մենակ այդ խոսքն եմ հիշեցնում։ Աշակերտներից մեկը քաշեց սուրը, մեկի ականջն էլ կտրեց, Տիրոջը պաշտպանեց, որ Տիրոջը չբռնեն, Տերը ասեց սուրը տեղը դիր, որտեղ գրված է ամեն սուր վերցնող սուրից էլ կընկնի։ Եվ բայց նաև էս ասեց, այսպիսի բան Տերը ասեց, Թեպետ ցավալի բան էր, որովհետև Տիրոջն էին բռնում, իր աշակերտներին համար էլ դա ոնց որ ցավ էր եւ ուզում էին պաշտպանել, բայց այսպեսի բան ասեց, բայց ինչպես կկատարվի գրքերը, եթե այսպես պիտի լինել։ Այսինքն գրքերը գրել էին, որ Քրիստոսը պիտի բռնվեր, մատնվեր եւ տրվեր հեթանոսների ձեռքը եւ նրանք խաչը պիտի բարձրացնեին, մահվան մատնեին Տեր Հիսուս Քրիստոսին։ Դա գրված էր։ Լավ, դու ազատվեցի, չգնացի դրան, չեղավ դա, բա ոնց կլինի, գրքում գրված է։ Չէ, ասում եմ, բայց ինչպես կկատարվի գրքերը, եթե այսպես պիտի լիներ, այսինքն գրքերը գրել են, այսպես պիտի լիներ, եթե չլինի, բան դու ուզում ես, ոնց որ ասած, ինձ օգնես, իբր թե ազատես։ Բա ոնց կլինի, գիրքը պետք է չկատարվի, այսինքն անպայման պիտի կատարվի գրքի եղածը։ Դա աննարին է չկատարվի։ Մեր սրտով է, մեր սրտով չի, մեզ համար լավ ենք տեսնում, թե վատ ենք տեսնում, դա է, գրված է, պիտի կկատարվեն։ Բայց իհարկե նորից եմ ասում, Տերը գիտի ինչու է այդ չարիքները նաև թույլ տալիս, որ գան երկրի վրա։ Եվ հետևաբար ժողովուրդ ջան, իրականության մեջ մեր աղոթքը ոչ թե պիտի լինի այն բաները, որ գրված են, որ երկրի վրա պիտի գան, դրանք թող չլնեն, Տեր, խնդրում ենք խափանի, դու մեծ ես, հզոր ես, թող չկատարեն, այլ չէ, դե մենք համակերպվենք այդ իրականության մեջ, ինչ որ գրված է, տենալու ենք, ինչ որ գրված է, լինելու է։ Բայց ինչ պիտի անենք, բնականա Տերը դրա համար էլ է պատասխան տալիս խոսք տալ, օրինակ Ղուկաս ավետարանում 21:36 խոսքում Տերը ասում է ոնց անեք, երբ որ նկարագրվում է այդ չարիքները, որ երկրի վրա պետք է գան, Տիրոջ ժողովրդի դժվարությունները, որ պիտի քաշեն այդ օրերի, որ շատ ծանր են լինելու, ասում է 21:36-ում ասում է, ուրեմն աղոթք արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն եւ կանգնել մարդու որդու առաջին։ Տեսեք ինչ ասում։ Ձեր աղոթքի թեման էս լինի, որ դուք արժանի լինեք ազատվել բոլոր այս բաներից, որ պիտի լինեն, այսինքն դրանք լինող բաներ են, դու մի աղոթի չլինի։ Այդպես բան չկա, ալնելու է։ Հակառակ դեպքում պետք է գրվածքը ջնջվի կամ գրվածքը սուտ դուրս գա, որը տենց հնարավոր չի, Տերը իրականությունը գիտի եւ պատմել է մեզ իր մարգարեներով, ծառաներով։ Դու ես աղոթքարը, որ Տերը քեզ արժանացնի այդ բաներից ինչ անես, ազատվես։ Էս էլ է կարևոր, որ մենք սխալ աղոթք չանենք, մեր ժամանակը զուր չվատնենք,
Հա, մարդու համար բան ասենց ասած հաճելի չի, մեղմ ասած, այն ինչ որ նկարագրում է Սուրբ Գիրքը, թե ինչեր կկատարվեն եւ ինչ նեղություններ, դժվարություններ կան, հաճելի չի, ցանկալի չի դրան իրեն հանդիպի։ Ուզեր որ դրանք չհանդիպեր, բայց Տիրոջ խոսքը ասում է հանդիպելու է։ Դու մտածի ոնց դրանցից անցնես, ոչ թե դու մտածի աղոտ քանեմ Տերը թող դրանք չհանդիպեցնի ինձ։ Դες բան չկա։ Ուրեմն սա նաև ճիշտ աղոթքի այդ օրերի հետ կապված, որ մենք այն ինչ որ գրված է, հասկանալը որ դրանք անխտիր պիտի Երևան, պիտի բացահայտվեն, ժամանակի մեջ հայտնի պիտի լինեն։ Քո աղոթքից կախված չի, որ դու ասես գազան չլինի, նեղություն չլինի, դժվարություն չլինի ու չլինի։ Դες բան չկա։ Դի չի պատասխանվի այդ աղոթքը, այլ դու դրան պատրաստության աղոթք ունենաս։ Ես հիշում եմ ժամանակներ առաջ, երբ որ համարակալումներ կատարվում Հայաստանում, իսկ դա գրված է Սուրբ Գրքում որպես գազանի համակարգի, ոնց որ ասած, աշխատանքներից մեկը, որ պիտի մարդուն համարակալի, մարդուն համար տա, եւ եկեղեցին, ասենք, դրան հակառակ էր չեր ընդունում, նաեւ հոգս ենք մենք հաշում, աղոթք ենք անում, ծոմապահություն ենք անում, շատերը կհիշեն։ Եվ ոմանք կողի, ոնց որ ասած, խմբեր, որոնք քրիստոնյա են կոչվում, հանդիմանում էին մերոնց, թե ինչ եք դրա աղոթք անում, հենա գրվածը պիտի ըլնի էլի։ Դուք աղոթք եք անում, որ չլնի, ոնց կլնի, բայց մենք աղոթք չենք անում, որ չլնի։ Մենք աղոթք մենք գիտենք, որ այդ բաները, որ գրված է, պիտի լինի։ Մենք աղոթք ենք անում, որ Տերը մեզ համար մեզ պահի այդ, ոնց որ ասած, այդ չարիքներից, որովհետև կտրում էին աշխատելու հնարավորությունից չէ, կարելի ասել ապրելու ապրուստի միջոցից։ Խնդրում ենք Տերը մեզ ապրուստի միջոց տար, խնդրում ենք Տերը, ասենց ասեմ, մեզ համար, իր ժողովրդի համար պաշտպանություն ու ասենց ճանապարհ, դրանից ազատվելու ճանապարհ պատրաստի ու լսվեց մեր աղոթները։ Տարիներով ահագին ժամանակ նեղությունը քաշեցինք, ցույց տվենք, որ մենք չենք հնազանդվում գազանի համակարգին, չենք ուզում նրա ծրագրի մեջ մաս դառնանք, նրա ուզածները կատարենք, հա, ժամանակի մեջ Տերն էլ ողորմություն արեց, եթե հիշում եք, այդ համարակալմանը զուգահեռ մեկ ուրիշ օրենք ընդունվեց պետության մեջ, համար չունենալու, հանրային համարանիշ չունենալու, մինչև մայր գործում է, չէ՞ այդ օրենքը, թեպետ հիմա բավականին էլի դժվարացրել են։ Հանրային համարանիշ չունենալու մասին տեղեկանքով դու կարող ես աշխատել, բանկային գործարքներ տել անես, ամեն ինչ անես, ինչպես սովորական են մարդու համարով սոցիալական քարտով։ Աստված բացեց այդ ճանապարհը, այդ հնարավորությունը տվեց։ Բայց մենք չենք ասում, Տեր, պետք է խափանվի եւ աշխարհի մեջ թողեսի չգործի։ Սուրբ Գիրքը ասում է, պետք է համակարգը դրվի եւ մարդիկ համարակալվեն։ Մենք դա գիտակցելով մեզ համար էինք օգնություն խնդրում, մեզ համար ճանապարհ եւ այդ ճանապարհն ու օգնությունը մեզ համար եղավ։ Իսկ ոմանք մտածում են, մենք ասում ենք, թող էդի չլինի։ Գրածա, պիտի լինի։ Պետք է գա օրինակ այդ նեղությունները աշխարհի վրա եղած բոլոր մարդկանց ինչ անելու, փորձելու։ Տիրոջ խոսքն է ասում։ Եվ հետեւաբար մենք սա գիտակցելով նորից եմ ասում, մեր աղոթները ճիշտ պիտի կառուցենք եւ պիտի այդ զուր տեղը կամ սխալ աղոթներ չբերենք Տիրոջ առաջին։ Բայց սենց հարց նաեւ էլ այդ դեպքում գուցե մեկը ասի, արդյոք սա չի նշանակում, որ օրինակի համար պետք չի գազանի համակարգի դեմ պայքարել, պատերազմել, միևնույնն է, ինչ որ գրած է լինելու է։ Սա դա չի նշանակում, չէ։ Մենք Սուրբ Գիրքը նաև պատասխան է տալու, որ գազանը պատերազմում էր Տիրոջ սուրբերի դեմ։ Սուրբերն էլ ասում հավատարիմներն էլ կային, որ հակառակվում էին եւ չէին հնազանդվում այդ համակարգին։ Մենք չենք պայքարում նրա չլինելու, նրա վերջը, այդ գազանի համակարգի վերջը Քրիստոսով է գալու։ Հիսուսի գալուստով է լինելու, որ վերջ է դրվելու։ Մենք հասկանում ենք, ապրելու ենք այդ իրավիճակները։ Բայց մենք մեր, ասենց ասած, պայքարը պիտի ունենանք։ Հայտնության նույն հայտնության 17-րդ գլուխ 14-րդ խոսքում խոսում է այդ համակարգի պետությունների այդ միաբանության մասին, սրանք պիտի պատերազմեն գազանի դեմ, կներեք, գառի դեմ, գազանի պետությունները, եւ գառը նրանց պիտի հաղթի
որովհետև տերերի տերն է եւ թագավորների թագավորն է եւ նրանք որ նրա հետ են կանչված ընտրված եւ հավատարիմներ են այսինքն միայն Տերը չհաղթեց Տիրոջ հետ եղած ժողովուրդ կար որ հաղթեցին այդ գվանին այսինքն պետք է պայքարես պետք է պատերազմես եթե հաղթելու է այո բայց այդ պայքարն ու պատերազմը պիտի լինի սրանում հավատարմություն անելով Տիրոջը Տիրոջ խոսքը պահելով չնազանդվելով չարին կոմպրոմիսի կամ ասենց ասած դաշնության մեջ չգնալով այդ համակարգի հետ մերժելով դրա ամեն բաները բայց ոչ թե աղոթել որ օրինակ չլինի թող չլինի Տեր ու սենց հաղթենք չէ դες բան չկա պիտի լինի որ հաղթես այդպես է անգամ գիտեք ոնց է հետաքրքիր ասենք Տիրոջ խոսքը բաներ կան որ այդ ժամանակների մեջ պիտի լինեն գրած է որ պիտի լինի բայց այդ ժամանակների հետ կապված էլ փոփոխություն մտցնել թե դա երբ որ ժամանակում կլինի անգամ տված է հավատացյալների ինչ որտեղ ձեռքը տեսեք հետաքրքիր է օրինակ բանունը ասում այդ Մատթեոս ավետարան 24-րդ գլուխ 16-ից 22 խոսքերում նայեք ոնց է ասում կարդամ ձեզ համար որ միտքս պարզ լինի ասում է այն ժամանակ նրանք որ հիաստանում են թող փախչեն սարերը եւ ով որ կտուրի վրա լինի թող վայր չգա մի բան վերառնելու իր տանիցը եւ ով որ հանդումն է թող ետ չդառնա իր հանդերձները վերառնելու բայց վայն այն օրը հղիներին եւ ծից տվողներին եւ աղոթք արեք որ ձեր փախուստը ձմեռը չլինի ոչ էլ շաբաթ օրը որովհետեւ այն ժամանակը մեծ նեղություն կլինի եւ որ նման աշխարհի սկզբից մինչեւ հիմա չեղավ եւ ոչ էլ երբեք կլինի եւ եթե այն օրերը չկարճեցվեին որ ոչ մի մարմին չէր փրկվի բայց ընտրվածների համար այն օրերը կարճեցվեցին հետաքրքիր է խոսում է մեծ նեղության մասին խոսում է որ մի բան կլինի որ նշան կդառնա Հրեաստանում լինողների համար ասում է եւ թող հենց դա տեսնեն թող փախչեն սարերը փախնեն որ բրծնեն կարելի ասել բայց այդ օրը որ պիտի լինի այդ ժամանակը որ պիտի լինի այսպեսի բան ասում բայց աղոթք արեք որ ձեր փախչելը ձմեռը չլինի ոչ էլ շաբաթ օրը իսկ կարող են մարդիկ աղոթք անել որ այդ ձմեռ եւ շաբաթ օրվա հետ կապված դժվարություններ կան որ այդ օրը չլինի ուրիշ օր լինի բայց չի ասում աղոթք արեք որ sense բաներ չլինեն այս նեղությունը չլինի չէ գրված է էսի լինելու է տեսնում եք դու չես կարող աղոթք Տեր թող չլինի խնդրում եմ էլի այս նկարագրած նեղությունը չլինի չէ դες բան չկա լինելու է բայց ասում է այ էսի կարակ փոփոխություն մտցնեք եթե այնի անփոփոխ է սա կարող եք ձեր աղոթքով մտցնել ինչ է ժամանակի հարցը ձեր փախուստի աղոթք արեք որ շաբաթ օրը կամ ձմռանը չլինի դժվար է լինելու այդ օրերին այսինքն եթե աղոթք անեք փոխի Տերը այսինքն կար այդ օրը ժամանակը համապատասխանեցնի ձեր խնդրվածքի պատճառով որ այդ բանը այդ օրերի մեջ կամ այդ իր ժամանակաշրջանում չլինի կամ եթե չէ բաներ կան որ գիտենք որ Տերը պիտի անպայման իրադարձությունը կատարի օրինակ Քրիստոսի երկրորդ գալուստ ինչպես ասեցինք այդ չի շանակում մենք ձեռները ծալած պիտի նստենք էլ աղոթք էլ չանենք դե Աստված որոշել է Աստված նախատեսել է ով կարա Աստծո դեմ կանգնի ու այդ գալուստը չլինի էլ մեր աղոթելը ինչներից պետք է գուցե մարդը տես մտածի բայց Տիրոջ խոսքը սրա համար էլ ասում չէ դու պետք է դրա մեջ մասնակից լինես դու պետք է կանչես Տիրոջը այո Աստված որոշել է ճիշտ է բայց Աստված իր ծրագրի որոշման մեջ անես չի որ դու դրա մեջ ոչ մի դեր չես կատարում եթե դեր չկատարեր չէր հրաման լինի օրինակ համար ով որ լսում է թող կանչի այս թեման լսում է կանչի տեսեք հիշում շատերը կհիշեք հայտնության 22-րդ գլխում երբ որ գիրքը ոնց որ ասած փակվելու է ամեն ինչ գրվում է գրված արդեն պատրաստված է եւ վերջացա ոնց որ ասած այլ ուրիշ բան ավելացնելու այստեղ չկա այսպիսի վկայություն է դրվում 22-16-17-ում եւ 20-ում ասում է եւ Հիսուսը իր հեշտակն ուղարկեց որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին ես եմ Դավթի արմատը եւ սերունդը եւ առավոտյան պայծառ աստղը եւ հոգին եւ հարսը ասում են եկ եւ լսողն ասե եկ տեսնում եք աղոթքի ամաղում ով որ լսեց ով որ իմացավ Քրիստոսի գալուստի մասն է խոսքը թող ասի Տեր արի 20-րդ խոսքում ասում է այս բաները վկայողը ասում է այո ես շուտով գալիս եմ
ու պատասխանը մեր Տեր ասում է ես շուտով գալիս եմ մեր պատասխանը ինչ պետք լինի աղոթք ամեն եկ Տեր Հիսուս Քրիստոս այո մենք մեր բաժինը մասնակցությունը պետք է այս կերպ նաև ունենանք Տեր արի Տեր կանչում ենք խնդրում ենք արի բայց նաև ստեղ գիտեք ինչ է երևում նաև այսի սովորական մի հատ ուղակի պատգամ առած ոնց որ ասած հրաման առած աղոթք չի սա մեծ կարիքից է լինելու parzerema որտեվ այդ օրերի մեջ այնքան դժվարություններ են լինելու որ մարդը ոնց որ մի վարքյանն էլ իր համար կարևոր ալնելու որ մի վարքյան էլ շուտ գա Տերը մի օր էլ շուտ գա Տերը դրա համար սրտանց աղակելա Տեր Հիսուս արի ոնց որ ասած էլ չենք ուզում որ ստեղ լինենք կամ շատ դժվար է գուցե բայց աննարին չէ էլի Տիրոջ խոսքը ասում է հաղթեցին համբերեցին անցան եւ հաղթեցին ուրեմն մեր Տիրոջը փառք լինի սա է ուզում ձեր հետ կիսվեի որ ուշադիր լինենք այն իրադարձություններ նորից ամփոփում եմ որոնք գրված են Սուրբ Գրքում մեր սրտով լինի մեր սրտով չլինի օրինակ մեր սրտով է շատ հաճելի է որ Տերը պիտի գա չէ այս ամեն չարիքներից ազատի կամ Տերը պիտի հափշտակի տանի դա լավ է բայց մեր սրտով չի այդ նեղություն դժվարություն բան բայց գրված է որ պիտի գան աշխարհի վրա այդ իրադարձությունները կատարվեն ուրեմն վերջ էլ չասես Տեր թող չլինի իզուր աղոտ մի արա ժամանակդ մի կորցրու դրա փոխարեն դու կարող ես այն իմաստուն կույսերի մեջ նման ճիշտ աղոթք անես ու պատրաստես բայց ճիշտ աղոթքը ոնց որ ասեցի սա է այդ օրի համար Տեր գիտեմ որ լինելու է բայց դու ինձ օգնի որպեսզի ես օրինակ պատրաստված այդ վիճակների մեջ մտնեմ արժանի լինեմ ոնց որ ասում է փրկվելու ազատվելու այս ամեն չարիքներից եւ քո գալուստին հասնելու քեզ հետ լինելու ուրեմն այս իշխանություն դարձրեցի ուղղակի միայն վերջի ժամանակների հետ կապված այս բայրի հետ կապված իրադարձությունների հետ կապված բաներ որ մեր աղոթքը ճիշտ լինի Աստված օրհնի ձեզ խնդրենք Տերը սա էլ հենց այո հենց Սուրբ Գրքից առաջնորդված աղոթք է որտեղ Սուրբ Գիրքը մեզ օգնում է հասկանանք հա ինչպես ասեցի ինչպես աղոթել այդ ժամանակների հետ կապված իրադարձությունների հետ կապված ինչպես աղոթել ասել Տեր թող չլինի Տեր Հիսուս Քրիստոս ասում է օրինակ իր ժամանակում այդ նույնն էր օրինակ հետաքրքիր ասենք sense որ նայես առաջի գալուստի ժամանակ աշակերտների հետ կապված հարցը որ տեսնում ես Տերը ասեց հոգիս խռոված է ինձ անում այսինքն տագնապ կար անհանգստություն կար, խռով կար։ Բայց ինչ ասեմ, ասում է, հայր, հեռացրու ինձանից այս բանը, հիշում եք այդ խոսքերը։ Հովհաննես 10:20 ասում։ Բայց չէ որ հենց սրա համար եմ եկել։ Այսինքն սա կապիտի կատարվի։ Ոնց կարամ ասեմ հեռացրու ինձնից։ Դրա համար ինչ աղոթքանում հայր, փառավորիր որդուդ։ Ասում է երկնքից վկայություն եկավ։ Փառավորեցի, էլ պիտի փառավորեմ։ Այսինքն փառավորն էլ է սա։ Քրիստոսի փառավորելը հենց մահով ու հարությունով էր։ Փառավորը նշանակում է զորացրու, որ ես այդ մահն ու հարությունով անցնեմ, այդ գրվածքը կատարվի իմ համար։ Բայց ինքը տագնապն ուներ, անհանգստություն է, հոգիս խռոված է ինձ անում։ Մարդ էր, Աստված ճիշտ է, բայց նաև մարդկային մարմնի մեջ իր զգացողություններով, իր ամեն ինչով, տագնապներով եւ այլն։ Ինչ ասում է, ես աղոթք անեմ, հայր, ազատիր ինձ այս ժամից, ասում է, բայց չէ որ հենց սրա համար եմ եկել։ Այսինքն պիտի կատարվի, ինչպես նախորդում կարդացի։ Գրված է, պիտի կատարվի, վերջացավ։ Կամ Գեթսեմանի պարտեզում Տերը չասեց իր աշակերտներին, աղոթք արեք, որ այս փորձությունը չգա ձեր վրա։ Ասեց աղոթք արեք, որ ինչ փորձության մեջ չընկնեք։ Այսինքն փորձությունը կլինի, դուք չընկնեք։ Տերը չասեց աղոթք արեք, թող չլինի դա, չգան, չբռնեն, դուք էլ անկարծ անավատարմություն չանեք, այս իրավիճակը, այս դեպքը չկատարի, ոնց կարող չկատարի, պիտի կատարվեր։ Բայց դուք ձեր համար աղոթք արեք, որ անցնեք դրանով։ Տեսնում եք ուր Տերը ինչի ամռում։ Նմանապես այն ինչ որ անպայման լինող բան է, իրադարձություն դեպք, մենք հանկարծ աղոթք չանենք, որ չլինի, ըլնելու է, վերջ, անօգուտ աղոթք կոնը դառնալու։ Աղոթք արա, որ դու անցնես դրանով։ Աղոթք կարող Տերը պատրաստի, քո պակասությունը տեսնես, քո խնդիրները տեսնես, քո անավատությունները տեսնես, քո հավատքի ամփերելու չափը տեսնես, որ աճես դրա մեջ, որովհետև շատ նեղության մեջ շատ էլ համբերություն ու շատ հավատք է պետք։ Հենց ոնց որ ասած,
այն իմաստուն կույսերի, հիմար կույսերի օրինակն է դուստան։ Հիմար կույսերը իրենց հիմարությունը կարում են անան, որ լույսի մեջ, այսինքն ոչ խավար ժամանակում կամ սովորական հանգամանքում իրենց ճրակը վառում էր, նորմալ էին համարում, բավարարում էին, բայց իմաստունների իմաստությունը կարում էր սանը, որ իրանք երկարատև բանի համար, չէ, լույս տալու համար լրացուցիչ լույսի համար այդ ձեթը վերցրեցին, չէ։ Իսկ նրանք պատրաստեցին այդ երկարատև սպասումին, խավարին, երբ որ խավարը մութ եկավ, նրանց լույսը հանգչեց, նրանցը մնաց։ Ունեին, բայց հանգավ։ Հիմա կարող ունենք հավատ, բայց այդտեղ հանգի։ Համար պետք է պատրաստենք, զորանանք, մի խոսքով, ամենայն դեպս աղոթք անենք։